Այսօր ուզում եմ ես խոսամ ընտանեկան միաբանության վերաբերյալ, որը բավականին, այսպես ասած, նուրբ, շատ կարևոր նշանակություն ունի մեր ընտանիքների համար, հատկապես հավատացյալների եւ ընդհանրապես բոլորին։ Միաբանության մասին։ Գիտեք, շատ ժամանակ մեր մոտ կարծիք կա ձևավորված, որ ընտանիքները հիմնականում, եթե չի լինում սեր, ապա այդ ընտանիքները բավականին ոչ կայուն են լինում եւ շատ շուտ քայքայվում են։ Ասեմ շատ ավելի ոչ կարևոր է, ոչ թե սերը դա Աստծո օրհնությունն է, դա նույնպես շատ կարևոր է, բայց ընտանեկան միաբանությունը դա իր յուրովին տեղն ունի։ Ընտանեկան միաբանությունը շատ մեծ նշանակություն ունի եւ հատկապես զույգերը լինում են անկեղծ միմյանց նկատմամբ։ Շատ կարևոր դա մաս է, որը որ չի թողնում ընտանիքը քայքայվի։ Այսինքն ընտանեկան միաբանությունը ու անկեղծությունը կարելի է ասել, որ հիմքերից մեկն է ընտանիքը կայուն պահելու համար։ Ես շատ դեպքեր եմ ունեցել ու շատ դեպքեր եմ լսել, ձեզանից էլ բոլորից անձամբ ես ունեցել եմ այդպիսի ընկեր, որ իրանց ընտանիքի մեջ բաժանություն է տեղի ունեցել, երբ որ հարցնում ենք, ասում ենք, եղբայր, ինչ ես բաժանվել քո ընտանիքից, չես սիրում, ի՞նչն է պատճառը, հիմնականում հետաքրքիրն է նա, որ իրանք նշում են, չէ, ընտանիքում սերը կա ու երկուսն են դա նշում, որ մեկը մյուսի համար սիրելով ամուսնացել են, մինչև հիմա սիրում են, բայց որ ավելի շատ խորանում ես, զգում ես, որ իրանց մեջ պակասում է անկեղծությունը ու միաբանությունը։ Այսինքն իրանք կարծես թե միայնակ չեն գործում այդ գործի, այդ ընտանեկան կայունության համար։ Գիտեք, Աստվածաշնչում ասվում է. «Այր ու կին մի մարմին»։ Ու հետաքրքիրն է նա, որ մենք այս բառերը երբ որ իրար հետ համատեղում ենք, այր ու կին մի մարմին, այսինքն մենք ստանում ենք մեկ անձ, եւ այդ մեկ անձը, ոնց մտածես, դա կամ դու ես, կամ քո կինն է։ Հիմա պատկերացրեք, շատ ժամանակ ընտանեկան զույգերում այր ու կին ու մարմին մենք հասկացողությունն ասում ենք, լսում ենք, ընդունում ենք, որը որ աստվածային նա օրհնված է ալնում միշտ ամուսնությունը, բայց դու այդ ընտանեկան ժամանակ դու ցավացնում ես քո կնոջը կամ ամուսինն է ցավացնում, այսպես ասեմ, հակառակն ասեմ ամուսնուց։ Հիմա եթե դու վերցնում ես, եթե դու ինքդ ցավացնում ես, դա նշանակում է քեզ։ Դու չես ցավացնում քո կնոջը, որովհետև դուք մի մարմին եք։ Դա հնարավոր չի, չէ՞, որ ինքդ դու քեզ ծեծես, ապտակես կամ վնաս տաս քեզ։ Այդ սկզբունքով այդ հիմքով պետք է լինի ընդհանուր մեր տրամաբանությունը ընտանեկան միաբանության ու անկեղծության մեջ, որպեսզի մենք հասկանանք, որ դա ընդհանրապես իրանից ներկայացնում է ընտանիքը մեկ մարմին։ Եվ այդ մարմինը պետք է այնպես պահենք, ամուր պահենք, որ չցավացնենք, չվնասենք, դա շատ նուրբ է։ Եվ ընդհանրապես, եթե մենք վերցնենք մարդուն վատ բառ ասելու կամ մեկ ուրիշին ինչ-որ բան ասելու համար, մենք պետք է ուշադիր լինենք, որ դա մարդը Աստծո ստեղծված անձն է, որին դու պետք է ընդհանրապես հնարավորին չափով պետք է ընդհանրապես բացառվի իրան նեղացնելը։ Դա աստվածայինն է։ Իսկ ինչ վերաբերվում է դու պատկերացրու, որ ընդհանրապես հնարավորին չափով պետք չէ ոչ մեկին նեղացնել, ընտանիքը էլ ավելի զգայուն թեմա է եւ այդ ամեն ինչը պետք է էլ ավելի զգույշ մոտեցում ունենալ ու ավելի նրբազգազ լինել։ Հիմա տեսեք, եթե մենք նույնպես շեշտում եմ այր ու կին մի մարմին այդ ընդհանուր այդ գաղափարը եթե վերցնում ես ցանկացած ընտանեկան հարցում, եթե քո ծնողը կամ աղջկա կողմի ծնողը կամ մեկ ուրիշը ցանկացած ժամանակ, եթե օրինակ վերցնենք կիսուրը նեղացնում է հարսին, այսպես վերցնենք, դա չի նեղացնում հարսին միայն, նեղացնում է նաև տղային։
Դու հետ պետք է այդ միաբանությունը ու անկեղծությունը բացատրես նաև ու հավասարության նշանը, այսինքն այնպես չնայվի, այնպես չվարվեն, որ մարդիկ կարողանան տվյալ դեպքում այսինքն կողմնապահություն անեն։ Դե այստեղ ասցինք, որ սերը նույնպես շատ կարևոր է, աստվածային է եւ օրնված, բայց ոչ պակաս կարևոր է այս բառերը, որը ես նույնպես նշեցի։ Դա արդարացությունը, Աստծո արդարությունը նա է, որ կողմնապահություն երբեք պետք չի առնել, անկախ նրանից, թե ում հետ ես դու ավելի հարազատ, որ կողմն է ավելի քեզ հարազատ։ Ես այսօր այս պատգամը, որ ուսումնասիրում էի, ինձ հետաքրքիր էր, թե այս ամենը մենք բոլորս էլ շատ ժամանակ հասկանում ենք եւ բերում ենք այս խոսքերը, այս ընդհանուր մոտեցումները, թե որոնք են ճիշտ, որոնք են աստվածային։ Բայց ընդհանուր առմամբ կարող ենք նաեւ վստահել այն, որ այդ ամենի հետ միասին, եթե ընտանիքում չկա Աստծո օրհնությունը, Աստծո խոսքը եւ այդ ընտանիքում չի լսվում այդ ամենը, այս ամենը ավելի շատ ավելի դժվար է լինում պահել, պաշտպանել ընտանեկան համերաշխությունը։ Այսօր ուզում եմ նաև կարդամ, մեջբերում անեմ Սաղմոս 103-ից, Օրհնիր Տիրոջը, ով իմ անձ, ու այն ամենը, որ իմ ներսում է, նրա սուրբ անունը։ Օրհնիր Տիրոջը, ով իմ անձ, ու մի մոռանա նրա բոլոր բարերարությունները, ով ներում է քո բոլոր անօրենությունները, ով բժշկում է քո բոլոր ախտերը, ով փրկagնում է կյանքդ ապականությունից եւ քեզ ողորմությամբ ու գրությամբ պսակում, ով կշտացնում է սիրտդ բարությամբ այնպես, որ երիտասարդությունդ արծվի պես նորոգվում է։ Տեն մեկ հիմա, եթե այն ընտանիքը, որը Տիրոջ խոսքը չկա, Տիրոջ օրհնությունը չկա, Տիրոջ ինքը Տերը իր ներսում չի, ու նրա անունով չի գործում, այդ ընտանիքը բավականին ոչ կայուն է դառնում։ Ինչքան էլ մենք, գիտեք, եթե մենք չենք մոտիկանում մեր ընտանիքին եւ բոլոր անդամներին աստվածային ձևով, Աստծո հաճո ձևով, ապա այդ ամենը, ինչ որ մենք ունենում ենք մեր կյանքում, դա բավականին շատ թույլ նժարների վրա է, շատ բավականին անկայուն է եւ ինքը շատ շուտ ունի նաեւ փշրվելու հատկություն։ Ընտանեկան այս միաբանությունը հիմք է հանդիսանում նաեւ, որպեսզի մենք կարողանանք մեր բոլոր մարդկային հնարավորությունները ու շփումները նաև մեր շրջապատի հետ ստեղծենք։ Գիտես, ինչ ձև որ դու վերաբերում ես քո ընտանիքում, քո ընտանիքի անդամների հետ, այնպես էլ, չգիտես ոնց, շղթայական կապով շատ կապնված է ընդհանուր բոլորի հետ շփվելու հետ։ Կարծես թե դա այդպես լինի։ Ու կարծես չէ, երևի հաստատ, որովհետև եթե դու տանը այդ խնդիրները քո մեծ են եւ դու ունես ընտանեկան ինչ-որ խնդիրներ, դու ունես նաեւ մարդկանց հետ շփվելու ինչ-որ սահմանափակումներ, որովհետև դա ուղղակի ազդեցություն է ունենում։ Իսկ
մենք որպես հավատացյալներս, եթե արդեն իսկ մարդկության Աստծո ստեղծված մարդու նկատմամբ վերաբերվում ենք որպես Աստծո անձ, մարդ, որը որ ստեղծվել է Աստծո կողմից, այսինքն մեզ մնում է միայն ինչ անել, մեզ մնում է միայն բարիություն ու բարի նպատակներով այդ ամենը իրանց հետ ցանկացած ժամանակ ինչ պահում լինի, ներողամիտ լինել եւ բարի մտքերով բոլոր մարդկանց հետ շփվել, չցավացնել։ Եվ ուզում եմ պատգամս ավարտեմ նաև, որ մեր համար շատ կարևոր է, որ մեր եկեղեցին, սա մեր եկեղեցին նույնպես, սա մեր ընտանիքն է, սա այնպիսի մի ընտանիք է, որտեղ դու գալիս ես եւ ամեն ինչ մոռանում ես, որտեղ Աստծո զորությունով ու ուժով նրա հրաշքներով դու կարող ես հաղթահարես ամեն ինչը, դու կարող ես հաղթահարես եւ այն ամենը, ինչը որ չես կարողանում դա կատարել շատ ժամանակ առանձին եւ մտածում ես, ասում ես, չէ, այսպես չի կամ բացասական ես մտածում ինչ որ մի հարցում դրսում, եկեղեցում դու մտածում ես մեկ այլ ուրիշ ձևի։ Մտածում ես միաբանությամբ, մտածում ես անկեղծ, մտածում ես այստեղ Աստծո օրհնությունով օժտված եւ այն ամենը ինչ նորից ասեմ, որ դրսում դու կարող ես քեզ թույլ տաս, դու եկեղեցում չես թույլ տալի։ Ու եկեղեցին նույնպես դա մեր մեծ ընտանիքն է եւ նա նույնպես կարիք ունի միաբանության, անկեղծության եւ սիրո։ Շատ կարևոր է, որ մեր եկեղեցիում նույնպես մենք այդ ամենը պաշտպանենք, ոչ թե շատ ժամանակ չասենք, գիտես, լինում է պահեր, որ մենք մեր մտքի մեջ ասում ենք այս մարդուն հետ չխոսացի կամ չեմ սիրում, պետք է մենք այդ բանը մեր մեջ վերացնենք։ Եվ եթե մենք այդ ամենը մենք մեր մեջ կարողանանք վերացնենք ու հասկանանք, որ մենք Աստծո զավակներ ենք եւ բոլոր մարդիկ են Աստծո ստեղծված Աստծո զավակներ եւ մեր սերը ընդհանրապես բոլորի նկատմամբ պետք է լինի համատարած։ Լինենք ներող միմյանց նկատմամբ եւ Աստծո օրհնությունը կլինի մեր ընտանիքներում, բոլոր ընտանիքներում մի նկատի չունեմ մենակ մեր ընտանեկան ընտանիքներում, որտեղ մենք բնակվում ենք ընտանիքում, որտեղ մենք գալիս ենք մեր ամենաուրախ ժամն ենք անցկացնում մեր եկեղեցիում։ Թող Աստված օրհնի մեր այս մեծ ընտանիքը, թող Աստված օրհնի այն ամենայն պատգամները, որտեղից այստեղ տալիս են նոր հոգևոր հովիվները, Ստիվ եղբայրը, Ներսես եղբայրը, թող էլ ավելի զորացնի մեր եկեղեցին, ուժեղացնի այն, հոգով լցնի։ Փառք Աստծո, մենք ունենք այդ հնարավորությունը, այդ բանականությունը, որ կարողանում ենք էլ ավելի ապաքինվենք, Աստծո օրհնությամբ ավելի զորանանք եւ իր խոսքը ավելի լսելի դարձնենք մեր բոլորի համար։ Աստված օրհնի մեր բոլորիս։